Դուք նաև հոգեպես եք կապիտուլացված, պարոն Փաշինյան, ասեմ թե ինչու։ Այլապես ինչպես մեկնաբանել Նախիջևան հինավուրց հայերեն բառի թուրքերեն հնչողությունը, որը երեք շատ ակնհայտ հրճվանքով մի քանի անգամ հնչեցրեցիք եւ արտասանում եք այստեղ։ Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից հնչող սպառնալիքների դեմ Հայաստանի եւ ձեր միակ հակազդեցությունը 29742 կիլոմետր թվի բարձրաձայնում է եւ այդ ուրվագիծը կրծքանշանը ձեր օձիքին։ Մինչդեռ տարածքի նույնականությունը դեռ անվտանգային երաշխիք չէ, ինչպես եւ քարտեզը երաշխիք չէ։ Դուք մոռացել եք, որ այս պահին Ադրբեջանի օկուպացիայի ներքո են Հայաստանի ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս կազմող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Ամենակարևորը, չի կարող խաղաղությունը տևական լինել, երբ այն կառուցվում է շարունակական զիջումների եւ երկրի հեռանկարի հաշվին։ Չի կարող խաղաղությունը արդար լինել եւ այս պահին Բաքվում հայ ռազմագերիներ կան եւ դատվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Դատվում է Հայաստանի Հանրապետության եւ մեզանից յուրաքանչյուրի արժանապատվությունը։ Ոչինչ չէ այն խաղաղությունը կամ այն համաձայնագիրը խաղաղության, որը չի ներառում գերիների եւ բռնի տեղահանվածների վերադարձի խնդիրը։ Միջազգային պրակտիկայում չկա, չի գտնի երկարատև խաղաղության ապահովման որևէ ճիգ փորձ, որը չի ներառում արդարության ապահովման միջազգային մեխանիզմները։ Իդեպ այդպես էլ չլսեցինք, թե մեր միջազգային 5 հայտերը միջազգային ատյաններում ինչ ճակատագրի են արժանանալու։ Դուք աշխարհի հետ խոսում եք խեղճի, սեփական իրավունքներից եւ քաղաքական ամբիցիաներից հրաժարվածի կեցվածքով։ Մինչդեռ ներազգային կյանքում պետությունը դարձրել եք ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պաշտպանված չէ եւ չի հավատում իր վաղվա օրվան։